Ուրեմն Աստծո համար պահք պահելը, որ մենք պիտի հիմա պահենք, ուտելիք չէ։ Ուտելիքի մասին չէ այս պահքը, ինչքան ուտենք, ինչպես ուտենք, սա ուտենք, թե չուտենք, րոպե մեկ զանգենք, մեկ ուրիշին հարցնենք, սա կարող ենք ուտել, թե չենք կարող ուտել։ Կարևորը որ մենք իրար միշտ չուտենք։ Սա ամենակարևորն է, որ իրար միշտ չուտենք։ Թե չէ կովի կամ խոզի միս ուտելը մեղք չէ։ Մարդու միս ուտելն է ցավալի։ Երբ որ մենք չենք կարողանում պահքի հետ մեկտեղ մեր լեզուները զսպել, չարախոսելուց, բամբասելուց, անիծելուց, հայոյելուց, սա է պահքի խորհուրդը։ Առանց այս կարևոր կետերի քո պահքը միայն դառնում է նիհարելու միջոց, ուրիշ ոչ մի բան, դու ոչինչ չես շահում դրանից։ Դրա համար նաև Եզնի Կողբացի խոսքն է, որ ասում էր, մեր բերանները հոտեցին պահք պահելուց, մեր շուրթերը ցավացին սաղմոսելուց, բայց մի քանի րոպե չդադարեցինք իրար միս ուտելուց։ Ուրեմն պահքի ընթացքը այս ճանապարհն է։ Ուտելիքի մասին չէ, սիրելիներ։ Ուտելիքը չի պղծում մարդուն, ինչպես լսեցիք այսօր Պողոս Արաքյալի խոսքը, թող չուտողը ուտողին չդատի, ուտողն էլ չուտողին չդատի, որտեղ ինչ որ մենք ուտում ենք, դա մեզ չի պղծում, մեր բերանից դուրս եկածն է, որ մեզ պղծում, որտեղ մեր սրտի ավելցուկից է այդ ամեն ինչը։ Հիմա վերադառնանք այս ընթացքին, ինչպես պիտի մենք աղոթենք այս օրերի ընթացքում։ Արդյոք մենք կոչված ենք այս 48 օրերում սուրբ կյանք ապրելու կամ աղոթելու համար։ Շատ-շատերը այս մեկ անգամվա համար են ապրում տարվա մեջ, որ այս մեկ ընթացքը չխմենք, չծխենք, չհայոյենք, ոմանք Աստծուն լավություն անում, իրենց կանանց չեն դավաճանում, շնության մեղք չեն գործում, ցախ չեն թեքվում, այս այն ընտրում։ Մյուս մասը ընտրում է, որ կաշառ չպիտի վերցնի այս 48 օրերի ընթացքում։ Մի մասը որոշում է, որ չպիտի խափի, սուտ չպիտի խոսի, չպիտի բամբասի, բայց այս ամենը ամբողջ կյանքի համար է, ոչ թե 48 օրերի համար։ Եվ որpիսի դու կարողանաս ամբողջ կյանքդ այդպիսին ապրել, դու միշտ պիտի աղոթես, ոչ թե 48 օրեր։